горит и кружится планета. Над нашей родиною дым, и значит нам нужна одна победа. Հայրենականի խորհրդանիշ զենքի մոտ եռանդուն վազվզող փոքրիկը հաղթանակի զբոսայգի է եկել պապիկի հետ։ Թորանն այս տարիքից է պատմում ընդդեմ ֆաշիզմի հաղթանակի մասին։ Սամվել Մինասյանի ձեռքին հոր Օքսեն Մինասյանի նկարն է։ Մարտական ուղին անցել է պատվով, ֆրոնտից վերադարձել հաղթական 45-ից 1 տարի անց։ Десантный батальон, 10-й наш десантный батальон. Ունի կարմիր դրոշի իշխանության, որը ստացել է Ռեյնի գետանցի ժամանակ։ Նելի Գրիգորյանը ևս հոր ռազմաճակատի պատմությունները ընտանիքի կրտսերներին փոխանցում է առանձնակի հպարտությամբ։ Վիրաբույժ Վազգեն Գրիգորյանը ֆրոնտ է մեկնել կամավոր առաջին օրվանից։ Տեսել է կարմիր դրոշը Ռայխստագի տանիքին, դաշտային հոսպիտալներում փրկել է հազարավոր մարդկանց տարբեր ազգության։ Ատերացիոններում վիրահատության ժամանակ վերևի հարգը սկսել են ռմբակոծել։ Նրանք շարունակել են իրանց աշխատանքը, փրկելով երիտասարդի կյանքը։ Սպիտակ բանակի մարտիկի մասնագիտությունը փոխանցվել է նաև սերունդներին։ Վիրաբույժ Նելի Վազգենովնան 1 տարեկան էր, երբ հայրը զինվորագրվեց խորհրդային բանակին։ Հոր հետ առաջին հանդիպումը հիշում է այսօրվա նման։ Երբ նա գնացքով վերադարձավ Երևան, ինձ գնացքի պատուհանից իր գիրկը վերցրեց ինքը։ Ճակատից եկած գույշ տեղեկությունը երբեմն հերքում էին հենց իրենք, ֆրոնտավիկները։ Հորեղբորս Սև թուղթը եկել է, պապս այդ հողի վրա մահացել է, չդիմացել այդ վշտին, բայց հետո հորեղբարս հետ է վերադարձել։ Ամեն գնով վրեժ լուծելու մղում ունեին նաև թուրքական յաթաղանից փրկվածները, Վանից Շիրակի մարզ, Արթիկ, այնտեղից էլ Մարտադաշտ։ Սանդուխտ Կարապետյանի հայրը կամավոր է կռիվ գնացել։ Ռազմածովային ուժերի սուզորդը վնասազերծել է ոչ միայն արկեր, այլև ջրի հատակից հանել արժեքավոր իրեր, համամիութենական նշանակության։ Սուզվելու ժամանակ նաև հայտնաբերել է Հովհաննես Այվազովսկու մեդալները։ Գյորգևյան ժապավենով, հաղթանակի շապիկով և Հայաստանի դրոշի գույներով գլխարկով։ Իվանի պապերը ևս հայրենականի մասնակիցներ են։ Հաղթանակն իսկապես արցունքոտ աչքերով է։ Սա համախմբման տոն է, որ միավորում հզորացնում է մեզ և դարձնում անպարտելի։ Здравствуй, мама. Возвратились мы не все, босиком бы пробежаться по росе. Մայր Հայաստանը, մայրա քաղաքի բարձունքում, երկխոսում է անմար կրակի հետ, օր ու գիշեր, հիշում ընկած ու անհետ կորած զավակներին։ Սևակ Վարդումյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։